Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին անձեռնամխելությունից զրկելու հարցի քննությունը կշարունակվի վաղը, ԿՀ-ի շենքի բակում այսօրվա նիստից հետո հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը հայտնել է, որ գործը կապ ունի դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի դեմ հարուցված կեղծ ու շինծու մեղադրանքներին։ Արմեն Ֆերոյանն էլ շատ փակագծեր չբացելով հայտարարել է, որ ներկայացված 1.5 հատոր նյութերը անընթեռնելի են եւ որևէ աղերս չունեն իրականության հետ։ Նրա խոսքով միջնորդության մեջ նշված է Նարեկ Կարապետյանի անունը, սակայն կից փաստաթղթերում նրան վերաբերող որևէ տվյալ կամ հիմնավորում գոյություն չունի։ Ֆերոյանը վստահ է, գործն ամբողջությամբ միտված է նրան, որ Նարեկ Կարապետյանը չկարողանա մտնել ազգային ժողով։ Հարգելի գործընկերներ, ասել, որ անօրինական է, ապօրինի է, կնշանակի մենք ոչ մի բան չենք ասում, վաղուց ենք մենք սա փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ, բայց մենք դրա մասին ավելորդ ենք այս բային համարում խոսել, դա ինձ թվում է մեր ողջ ազգն է տեսնում, սա ինչ-որ շոուի բաղկացիչ մաս է եւ միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որ Նարեկ Կարապետյանը չգնա ազգային ժողով։ Իրավաբանական տեսանկյունից փաստաբանները նաև անհասկանալի են որակել այն հանգամանքը, թե ինչպես է ԿՀ-ն փոխել իր դիրքորոշումը։ Ֆերոյանը հիշեցրել է, որ նախկինում հանձնաժողովն արդեն իսկ վերադարձրել էր դատախազության միջնորդությունը, նշելով, որ նման լիազորություն չունի։ Մինչդեռ հուլիսի 13-ին ներկայացված գրության հիման վրա այժմ փորձում են այլ մեկնաբանություններով ընթացք տալ գործին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հակադարձելով փաստաբան Արամ Վարդևանյանի այն պնդմանը, թե ԿՀ-ն իրավունք չունի Նարեկ Կարապետյանին զրկելու անձեռնամխելությունից, հայտարարել է, թե ընտրական օրենսգրքի համաձայն ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Ըստ էության մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընտրված падգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, պիտի դատախազություն դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համաձայնություն ստանա, այնուհետև նոր քրեական հետապնդումը հարուցի, եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրեական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ի 10:00-ից սկսված արդեն падգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունը այլևս պետք է դիմի խորհրդարան։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ԿՀ-ի բակում հայտարարել է, որ Հովակիմյանի խոսքերը որևէ առնչություն չունեն իրականության, օրենքի եւ տրամաբանության հետ։ Վարդևանյանը հողում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշմանը շեշտել է, որ ՍԴ-ն օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Վարդևանյանի պնդմամբ падգամավորի կարգավիճակը ձեռք է բերվում վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ, իսկ նման վկայականներ արդեն իսկ տրամադրվել են։ Հետևաբար ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննել։ Փաստաբանը նաև հայտնել է, որ չնայած իրենց դեռևս չեն տրամադրել գործի նյութերը, սակայն նրանք չեն պատրաստվում ներկայացնել ժամկետ տրամադրելու կամ նիստ հետաձգելու միջնորդություն, առաջնորդվելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշմամբ։ Միառժամանակ Վարդևանյանը պահանջել է, որ այսօրվա նիստը անցկացվի դռնբաց կարգով։ Ասեցին, որ բարձում են գյուղտեխնիկան, Գեղարքունիքի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Ստեփանավանի գյուղերի բնակիչներին խոստացած նվերի հետևից է գնացել։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բնակիչների հետ հանդիպան ժամանակ նրանք որպես առաջին եւ ամենահրատապ խնդիր նշել էին գյուղտեխնիկայի բացակայությունը։ Այս գեղեցկուին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան, Գյուլագարակ, Կուրթան եւ տարածաշրջանում բարեգործական հիմունքներով մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք կլինենք երջանիկ, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներով տևող խնդիրը։ Գագիկ Ծառուկյանն արդեն ավելի քան 8 ժամ է ՊԵԿ քննչական վարչությունում մասնակցում է քննչական գործողությունների։ ՊԵԿ-ի շենքի մոտ են հավաքվել կուսակիցներ, ԲՀԿ ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ժամեր շարունակ սպասում են նրան։ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ելույթում դիմել է հավաքվածներին, նշելով, որ Ծառուկյանի ներդրումը տնտեսության, սպորտի, մշակույթի եւ եկեղեցաշինության ոլորտներում անգնահատելի է ու տասնամյակների պատմություն ունի։ Գագիկ Ծառուկյանին կարող եք կալանավորել, կարող եք փորձել ընկճել,
Գագիկ Ծառուկյանից կարող եք փորձել խլել ամեն ինչ, բայց Գագիկ Ծառուկյանից չեք կարողանալու խլել նրա ոգին, նրա ուժը, նրա կամքը եւ նրա հայրենասիրությունը։ Իլհամ Բռնապետ, ազատ արձակիր քաղբանտարկյալներին։ Այս վանկարկումներով ու բողոքի ցույցով են Բեռլինում ադրբեջանցի քաղաքական վտարանդիները դիմավորել Իլհամ Ալիևին։ Ադրբեջան'da faaliyeti için Ալիև մերձ հանդիպման ընթացքում Բաքուն եւ Բեռլինը երկկողմ համագործակցության ռազմավարական օրագրի մասին հռչակագիր են ստորագրել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ունենալը անհրաժեշտություն է։ Նա շեշտել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մերցը նաեւ շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։ In den letzten 14 Monaten immer wieder leider Եմենցի հութիները Կարմիր ծովում հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, ինչը կարող է Մերձավոր Արևելքում պատերազմի նոր ճակատ բացել, հայտնել է New York Times-ը։ Հութիները չէին միջամտում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող հակամարտությանը, սակայն Վաշինգտոնի դաշնակից Սաուդյան Արաբիայի դեմ նրանց նոր քայլը կտրուկ փոխել է իրավիճակը։ Եմենական խմբավորման այս գործողությունը ոչ միայն սպառնում է ընդլայնել տարածաշրջանային պատերազմի աշխարհագրությունը, այլև կարող է ել ավելի խաթարել էներգակիրների համաշխարհային մատակարարումները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի միջև առայժմ որևէ շփում չի նախատեսվել։ Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերությունները կբարելավեն նոր վարչապետ Էնդի Բերնհեմի պաշտոնը ստանձնելով, հայտարարել է Պեսկովը։ Էնդի Բերնհեմը հուլիսի 20-ից է սկսել իր պաշտոնավարումը որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Սումիի էպիկենտրոն առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև բազմաբնակարան բնակելի շենք։ Պայթյունի ալիքից կոտրվել է մոտակայքում գտնվող դպրոցի պատուհանները։ Տուժել է 6 մարդ, նրանց թվում 4 երեխա։ Գազայում ավտոմեքենային հասցված իսրայելական հարվածի հետևանքով 1 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել։ Նախնական տվյալով տուժածների թվում կան կանայք եւ երեխաներ, 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։ Իսրայելի բանակը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցած հարձակումը։ 2023 թվականից սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում Գազայում զոհվել է մոտ 73300 պաղեստինցի։ And we're calling it the Great ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթվա ընթացքում պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել տասնյակ երկրների ապրանքների նկատմամբ, հաղորդել է Financial Times-ը։ Նրա սահմանած ժամանակավոր 10%-անոց համաշխարհային մաքսատուրքերի ժամկետը լրանում է ուրբաթ օրը։ Պարբերականի տվյալով առաջիկայում սպասվող նոր մաքսատուրքերը համադրելի կլինեն գործող 10%-անոց դրույքաչափերի հետ, սակայն Սպիտակ տունը չի բացառում նաև ել ավելի բարձր մաքսատուրքերի սահմանումը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կապալառու է փնտրում պետական ավիախումբ կառավարելու համար, որը օգտագործվելու է միգրանտների արտաքսման, կամավոր վերադարձի եւ ճգնաժամային առաքելությունների համար։ Ըստ Բլումբերգի ավիապարկը ներառելու է 7 Boeing եւ 2 հեռագնա ինքնաթիռ ԱՄՆ-ում եւ արտերկրում շուրջօրյա թռիչքներ իրականացնելու համար։ Գերատեսչության գնահատմամբ սեփական ավիապարկն ավելի կարագացնի արտաքսման գործընթացները եւ պետբյուջեից տարեկան կխնայի մինչև $279 միլիոն։